Հայտնում են հետևյալ կարծիքը, որ անհրաժեշտ է Դոնալդ Թրամփի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցել, բացատրել, որ մենք Իրանի հետ առևտուր ենք իրականացնում, սա մոտարապես տնտեսագիտական իմաստով ես կնմանեցնեի մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծելուն։ Բնականաբար Հայաստանի համար որևէ վտանգ չի սպառնում, որովհետև Հայաստանի առևտուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շատ չնչին տոկոս է կազմում, մոտարապես 60 միլիոն դոլարի չի հասնում էր արտահանումը, եւ ներկայումս Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող 10%-ի փոխարեն, եթե կիրառվի 25%, դա Հայաստանի տնտեսությանը որևէ բացասական ազդեցություն Հայաստանի տնտեսության նկատմամբ չի կարող ունենալ։ Համեմատության համար նշեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք ունենք 10 անգամ ավել առևտրային ծավալներ, մինչև 700 միլիոն դոլար ունենք ներկրում, եւ այդ տենդենսը աճման միտում ունի, քանի որ Իրանը Եվրասիական տնտեսական միության հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր։ Եվ բնականաբար մենք այստեղ որևէ խնդիր չունենք, այսինքն տուժելու ենք միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների արտահանող ապրանքների մասով, որը շատ չնչին տոկոս է կազմում։ Այլ խնդիր է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառի պատժամիջոցներ, դիցուք ասենք բանկային, ֆինանսական, լոգիստիկ սահմանափակումներ եւ այլ պատժամիջոցներ, դա մտահոգվելու առիթ կտա։ Բայց այս պարագայում վախենալ մաքսատուրքերի բարձրացումից դա նոնսենս է ընդհանրապես։